Վանի թագավորության կյանքի գրեթե բոլոր ոլորտները հագեցած էին կրոնական տարրերով։ Կրոնի հետ էին կապվում նաև գրավոր մշակույթն ու գիտությունը։ Արարատ Ուրարտու թագավորության գրավոր մշակույթը հին արևելքի մի շարք պետությունների նման եղել է բազմալեզու և բազմագիր։ Բավական է միայն նշել, որ թագավորության պետական գրագրության մեջ գործածվում էր 3 լեզու, յուրաքանչյուրն իր գրային համակարգով։ Վանի թագավորության պաշտոնական գրագրության մեջ կիրառվել են 3 գրային համակարգեր իրենց լեզուներով։ Սարդուրի առաջինը Տուշպա Վան մայրաքաղաքի հիմնադրման արձանագրությունները, որոնցից 6-ը հասել են մեզ, գրել է ասուրերեն լեզվով և ասուրաբաբելական սեպագրով։ Սարդուրիին հաջորդած նրա որդին Իշպուինին ստեղծեց տեղական սեպագիրը և դրանից հետո ասուրական սեպագիրը ասուրերենով հանդիպում է արդեն Վանի արքաների երկլեզու արձանագրությունների մեջ, այսինքն բիլինգվայի երկրորդ լեզու է, որպես ծառայում, որպես միջազգային հաղորդակցության լեզու։ Տեղական ինքնուրույն սեպագիր համակարգ ստեղծեց Սարդուրի առաջինի որդին Իշպուինի արքան։ Նշում ենք ստեղծեց, քանի որ այն միջագետքից փոխառված սեպագիր համակարգի պարզ կրկնօրինակումը չէր, այլ ենթարկվեց մեծ բարեփոխման։ Ասուրաբաբելական սեպագիրը բաղկացած էր այդ ժամանակաշրջանում մոտ 600 նշանից, որոնք ունեին բազմիմաստություն։ Եվ Ասորեստանում գրագետ մարդը պետք է մտապահեր մոտավորապես 3000 բառ, վանք և հնչյուն, որպեսզի կարողանար սովորական տեքստը կարդալ։ Բավական բարդ և խճողված համակարգը վերցնելով Հայաստանում կատարեցին ռեֆորմ, ստեղծեցին տեղականը, որը մոտ 600 նշանից վերցրեց 200-ից էլ պակաս նշան և գրեթե վերացրեցին բազմիմաստությունը։ Այսինքն, եթե Ասորեստանում գրագետ մարդը պետք է մտապահեր մոտ 3000 բառ, վանք և հնչյուն, ապա մեր մոտ Վանի թագավորությունում 200-ից 300, այսինքն մոտ 10 անգամ կատարելագործվեց։ Ստեղծված նոր գրային համակարգը բավականին ճկուն էր և ուներ իր թվահամակարգը։ Սեպագիր այս համակարգով այսօր գտնվել են ավելի քան 600 մեծ արձանագրություններ, իսկ ընդհանուր առմամբ հաշվում են շուրջ 1350 հնագիտական իրեր, որոնց վրա կան սեպագիր, թեկուզ և փոքրիկ նշումներ։ La documentazione scritta urartea è la più antica. Ուրարտական գրային հիշատակությունները ամենահինն են այս ընդարձակ տարածաշրջանում։ Ոչ միայն հայկական բարձրավանդակում, այլև իրանական սարահարթի հյուսիսային սահմաններում, Թուրքիայի հյուսիս-արևելքում, Կովկասյան տարածաշրջանում։ Այս ամբողջ լեռնային շրջանում առաջին անգամ մարդը սկսել է գրել սեպագիր հենց այս տարածքում, Հայաստանում։ Territorio di montagna, per la prima volta in tutto questo territorio di montagna, per la prima volta si comincia a scrivere in cuneiforme qui, in queste zone. Հատուկ ուշադրության է արժանի Վանի թագավորության սեպագիր արձանագրությունների լեզուն, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվել է ուրարտերեն, բիայիներեն, ժամանակին նաև խալդերեն։ Այն մեզ ավանդվել է չափազանց փոքր բառապաշարով։ Ավելի քան 600 արձանագրություններում վկայված է ընդամենը շուրջ 400 բառարմատ։ Արձանագրությունները կաղապարային բնույթ են կրում, իսկ լեզուն շուրջ 3 դար գործածվելով փոփոխություն չի կրում, ինչը նշանակում է, որ այն եղել է ոչ թե ժողովրդախոսակցական, այլ պաշտոնական գրագրության լեզու։ Մի տարօրինակ առանձնահատկություն էլ ունի այս լեզուն։ Մի կողմից այն ազգակից է խուրիերենին, մյուս կողմից ունի մեծ թվով հայերեն բառեր։ Լեզվի ազգակցությունը խուրիերենի հետ կարող է կապվել Քրիստոսից առաջ 16-ից 13-րդ դարերում հզորացած Միտաննիի թագավորության հետ, որի գրչության դպրոցներից մեկը, որպես ժառանգություն, մնացել է Վանի թագավորությանը։ Իսկ Միտաննիի դպրության հիմնական լեզուներից մեկը հենց խուրիերենն էր։
Urartian is the only language which is related to Hurrian. Ուրարտերենը միակ լեզուն է, որ կապվում է խուրերենի հետ։ Ուրարտերենը խոսվում էր։ Այն վկայված է Քրիստոսից առաջ 9-րդ դարավերջի, 8-րդ եւ 7-րդ դարերի արձանագրություններում։ Եվ ուրարտերենի ուսումնասիրությունն օգնում է շատ բան հասկանալու խուրերենի վաղ փուլերի մասին։ Քանի որ երկու լեզուները, ինչպես ենթադրվում է, բաժանվել են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի վերջին եւ երկրորդի սկզբին։ Because the two languages separated apparently rather early, presumably in the late 3rd millennium or in the early 2nd millennium. Իսկ Վանի թագավորության սեպագրի լեզվում բնիկ հայերեն բառերի մեծ թիվ կազմելը բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ գրահամակարգ կիրառողները հայերն էին։ Վանի թագավորությունում գործածված 3 գրային համակարգերից միակ բնիկ տեղականը բիայնաուրարտական մեհենագրերն են։ Այդ գրահամակարգը բաղկացած է շուրջ 300 մեհենանշաններից, հիերոգլիֆներից, որոնք գրվել են աչից ձախ եւ վերից վար ուղղություններով։ Գրահամակարգի վերծանության բանալին գտնվել է 1995 թվականին։ Այսօր վերծանված եւ մեկնաբանված է գրային համակարգի մոտ 20%-ը, 60 նշաններ վերծանված եւ մեկնաբանված են, որոնց ուսումնասիրության հենց առաջին արդյունքները ցույց են տալիս, որ այդ գրային համակարգի Վանի թագավորության մեհենագրության լեզուն եղել է հնագույն հայերեն։ Ժամանակին 3 գրահամակարգերից միայն մեկի տեղական սեպագրի ոչ հայերենով ընթերցումը դարձավ հիմնական պատճառը, որ Ուրարտուն համարվեր ոչ հայկական պետություն, թե որքան անհեթեթ է պաշտոնական գրագրության լեզվով պետության էթնիկ բնույթը որոշելը, կարելի է ցույց տալ միջնադարյան Եվրոպայի օրինակով, որտեղ բոլոր պետությունների պաշտոնական գրագրության լեզուն լատիներենն էր։ Նման տրամաբանությամբ եվրոպական բոլոր պետությունները պետք է համարվեին միայն մեկ լատինացի ազգի պետություններ։ Արարատ Ուրարտու թագավորության էթնիկ բնութագրի հարցը դարձել է նաև զանազան քաղաքական շահարկումների առարկա։ Մի բան որոշակի է։ Պետությունը կարելի է կոչել միայն այն էթնոսի անունով, որի էթնիկական շահերն էր այն ներկայացնում։ Իսկ Արարատ Ուրարտու թագավորությունը միանշանակորեն ներկայացրել է հայ էթնոսի շահերը, որի միասնական իշխանությունը ապահովեց ոչ թագավորության տարածքում ոչ միայն այդ պետության ժամանակաշրջանում, այլ դրան հաջորդած հազարամյակներում։ Բարեբախտաբար պահպանվել են մի շարք կարևոր տեղեկություններ Արարատ Ուրարտու թագավորության գիտական նվաճումների մասին։ Հետաքրքիր է, որ թագավորությունում գործածել են թվաբանական 2 տեսակի համակարգեր՝ մեհենագիր կամ հիերոգլիֆ եւ սեպագիր։ Մեհենագիր համակարգում թվերը նշվում էին կետերով, շրջանակներով ու պայմանական նշաններով։ Իդեպ սա հայաստանյան առանձնահատկություն է։ Ողջին արևելքում թվերը նշում էին գծիկներով կամ սեպանման նշաններով։ Այդպես է օրինակ եգիպտական եւ խեթալուվիական հիերոգլիֆ համակարգում, ողջ առաջավոր Ասիայում տարածում գտած սեպագիր համակարգերում։ Միայն հայկական մեհենագրությունն է, որ թվերը նշում է կետերով ու շրջանակներով։ Վանի թագավորությունում կիրառված թվաբանական երկրորդ սեպագիր համակարգը թույլ էր տալիս գրել ցանկացած թիվ 0.5-ից մինչև անսահմանություն։ Սա կեսի նշանն է։ Քանի որ համակարգը 10-որդական էր, 1-ից մինչև 9 միավորները գրվում էին պարզ նշաններով։ Սա
10-ի նշանն է։ 12-ը գրվում էր 10-ից հետո 2 միավոր ավելացնելով, իսկ 30-ը 3 անգամ 10 նշանով։ Նույն սկզբունքով էին գրվում հարյուրավորներով եւ հազարավորներով կազմված թվերը։ Կային հատուկ նշաններ 100-ի եւ 1000-ի համար։ 2 անգամ կրկնելով 1000-ի նշանը ստացվում էր միլիոն։ Եվս 1 անգամ հավելելով 1000-ի նշանը ստանում էին միլիարդ եւ այդպես շարունակ մինչեւ անսահմանություն։ Փաստորեն, առանց 0-ի կարելի էր գրել կեսից մինչեւ անսահմանություն։ Որ հայկական լեռնաշխարհն է եղել աստղագիտության հայրենիքը կամ հայրենիքներից մեկը, ցույց է տրվել դեռևս 19-րդ դարում եվրոպացի գիտնականներ Օլկոտի, Ֆլամարիոնի, Սվարցի, Մաունդերի եւ այլոց կողմից։ Նրանց աշխատություններում ապացուցվեց, որ կենդանակերպի զոդիակի համաստեղությունների անվանակոչումը կատարվել է Հայաստանում Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի սկզբին։ Այդ տեսությունն ավելի խորացավ 20-րդ դարի կեսերին, երբ հայտնաբերվեցին հենց նշված ժամանակով թվագրվող Մեծամորի աստղադիտարանը, որտեղից դիտարկվել էր Օրիոնը, հայք համաստեղությունը, Սև Սարի աստղային քարտեզը եւ անգամ ժայռապատկեր օրացույցներ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մինչև Վանի թագավորությունը հայկական լեռնաշխարհում արդեն կուտակվել էր զգալի քանակությամբ աստղագիտական գիտելիք, եւ պատահական չէ, որ պետության դիցարանի կառուցվածքում իր արտահայտությունն է գտել արեգակնային օրացույցը։ Այսպես, դիցարանն ունի եռաստիճան կառուցվածք, գերագույն, գլխավոր եւ կրտսեր աստվածություններ։ Դիցարանը ղեկավարում են 3 գերագույն աստվածներ եւ 3 գերագույն դիցուհիներ, որոնցից առաջ առանձնացվում է 1 գերագույն աստված, գերագույն արարիչը։ Այսինքն, գերագույն աստվածությունների թիվը 7-ն է, որը շաբաթվա օրերի թիվն է։ Երկրորդ շարքը կազմված է 6 գլխավոր աստվածներից եւ նույնքան դիցուհիներից, ընդհանուր առմամբ 12, որը տարվա ամիսների թիվն էր։ Եվ երրորդ կրտսեր աստվածությունների շարքը բաղկացած էր 26-ական աստվածներից եւ դիցուհիներից, որոնց ընդհանուր թիվը կազմում է 52։ Սա էլ տարվա շաբաթների թիվն է։ Մի հետաքրքիր թվային համընկնում եւս։ Դիցարանում առկա են 35 աստվածներ եւ 35 դիցուհիներ, այսինքն աստվածային ընտանիքների թիվը 35-ն է, ինչը նույնանում է հին հայկական, եգիպտական եւ զրադաշտական օրացույցների ամսվա օրերի թվին՝ 30 օր գումարած ավելյաց ամսվա 5 օրերը։ Աստղագիտական գիտելիքներ ենք տեսնում նաև Վանի թագավորության այլ հնագիտական իրերի, մասնավորապես բրոնզե գոտիների վրա։ Առանձնակի ուշադրության է արժանի հնագիտական մի փոքրիկ գտածո, որն այժմ պահպանվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Երկար ձգված կիսագնդի տեսք ունեցող կավե այս հետաքրքիր հուշարձանը բոլոր կողմերից պատված է սեպագրով։ Ընդ որում հատկանշական է, որ կենտրոնական առանցքով անցնում է 7 անգամ կրկնությամբ Աստված կամ երկինք գաղափարագիրը, ընդ որում Աստված եւ երկինքը սեպագրում գրվել են նույն կերպ։ 7 անգամ կրկնությունը պատահական չէ։ Կենտրոնական առանցքի աջ եւ ձախ կողմերում կան 7-ական տողեր, ընդ որում կիսագունդը երկու կողմերից կնքված է 7-ական կնիքներով։ Ներքևի հարթ հատակը ունի 12 տող։ Այսինքն մենք ունենում ենք շատ հետաքրքիր պատկեր։ Երկու կողմում 7-ական տողեր, դրանք կարող էին լինել երկնային 7 լուսատուները, իսկ հատակի կողմում 12 տող, որը կարող էր կապվել ստորերկրայքի կամ անդրաշխարհի պատկերացումների հետ։ Սա մեզ հասած հնագույն տիեզերքի մոդելներից մեկն է, եթե ոչ հնագույնը աշխարհում։ Անշուշտ ուսումնասիրություններն ապագայում դեռ կբերեն մեծ բացահայտումներ, սակայն այսօր էլ կան շատ ուշագրավ ու գայթակղիչ փաստեր,
որոնք չի կարելի շրջանցել։ Հետազոտողները մեծ գաղտնիքներ, գաղտնագրված թվային կոդեր են տեսնում նույն մահերի դռան արձանագրության մեջ։ Այդ արձանագրության մեջ ես տեսա, նկատեցի, որ մենք գործ ունենք մաթեմատիկական լամբադայի օրենքի հետ, օրինաչափության հետ, որտեղ աշխատում է թվաբանական պրոգրեսիան, հարմոնիկ պրոգրեսիան եւ երկրաչափական պրոգրեսիան։ Եվ բացի այդ ամենից կա բազում թվային համակարգերի բանաձևերի օրինաչափությունների համադրում մեկ ամբողջ ֆունկցիայի մեջ։ Դա բացառիկ ու շատ հետաքրքիր է։ Կա փոքր սարոսը։ Դա 54 տարվա արևի պարբերական խավարման փուլն է, այսինքն մոտավորապես նույն տեղում, մոտավորապես նույն ժամին արևի խավարման փուլն է 54 տարին մեկ տեղի ունենում դա։ Կա նաև մհերի դրան արձանագրության մեջ 3 գլխավոր աստվածություններին զոհաբերվող ցուլերի թվականակը 27-ն է։ Արձանագրությունը 2 անգամ կրկնվում է։ Ուրեմն մենք ունենք 2 անգամ 27 հարաբերությունը, անում է 54։ Շատ հետաքրքիր նկատառում ուզում եմ ընդգծել, որ միայն շումերականում է 54 տարվա պարբերափուլը ուրեմն ընդգծվում նշում 2 անգամ 27 մոտեցմամբ։ Նույն 2 անգամ 27 մոտեցումը կա ուրարտական այս արձանագրության մեջ եւ կա հայկական սասնածռեր էպոսում։ Վանի թագավորությունից մեզ հայտնի են մեծ թվով քաղաքներ, ամրոցներ, պալատներ, տաճարներ, ժայռափոր սրբավայրեր, դամբարաններ եւ այլ շինություններ։ Այս ժամանակաշրջանի ճարտարապետության գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի նախաուրարտական շրջանի շինարվեստի նվաճումների եւ փոքրասիական ու միջագետքյան ավանդների զուգակցումն էր։ Թագավորության պատմության ամենասկզբնական շրջանից մեծ ուշադրություն դարձվեց ամրոցաշինությանը։ Ներկայումս ոչ թագավորության տարածքում հաշվվում է շուրջ 300 մեծ ու փոքր ամրոց։ Ամրոցների արտաքին տեսքի մասին մեզ լիակատար պատկերացում են տալիս դրանց բազմաթիվ պատկերները Վանի թագավորության արվեստի գործերում։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ թեպետ Վանի տիրակալների արշավանքների աշխարհագրությունը շատ մեծ էր հյուսիսային Կովկասից Պարսից ծոց եւ իրանական Սարահարթի կենտրոնից մինչեւ Փոքր Ասիայի կենտրոն, նրանք ամրոցներ կառուցեցին միայն հայկական լեռնաշխարհի տարածքում, միայն հայրենի երկրում։ Բերդ քաղաքների կենտրոնում բարձրանում էր 2-3 շարք պարիսպներով պատված հզոր միջնաբերդը։ Միջնաբերդում պարտադիր լինում էր Գերագույն Աստծո տաճարը, նաև կառավարչի պալատն ու զորանոցը։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը կառուցապատվում էր հատուկ նախագծով, որի արդյունքում քաղաքն ունենում էր ուղիղ եւ զուգահեռ փողոցներ։ One of the most characteristic features of Ուրարտական ճարտարապետության ամենաբնորոշ բնութագրիչներից մեկը ճանաչելի դարձավ միայն վերջին 40 տարիների ընթացքում։ Ես նկատի ունեմ ուրարտական ստանդարտ տաճարը, որը սովորաբար նվիրվում էր Խալդի Աստծո պաշտամունքին։ Տաճարի այս տեսակը բավականին հետաքրքիր է, քանի որ գրեթե բոլոր տեղերում այն կառուցված է լեռան ամենաբարձր կետում։ Այն պետք է ավելի բարձր լիներ, քան պալատը, քանզի դա Աստծո տունն էր։ Այս տաճարի ձևը քառակուսի էր, ուղիղ անկյուններով։ Պատերը շատ բարձր էին, 3 մետր եւ 60 կամ դրա մոտ միջապ։ Մենք կարծում ենք, որ դա եղել է աշտարակաձև տաճար դեպի վեր սլացող, որի առավելագույն բարձրությունը հասել է մոտ 16 մետրի։ Դա եղել է խիստ մոնումենտալ շինություն, մշտապես գտնվելով լեռան ամենաբարձր վայրում։ It would have been a very monumental structure, always placed on the very top of the mountain. Կարևոր էր երկրի պաշտամունքային կառույցների կանոնակարգումը։ Դրանք կարելի է բաժանել 2 հիմնական խմբի՝ տաճարների եւ ժայռերի մեջ փորված Աստծո դռների։ I suppose one of the outstanding features of Urartian monument Ես կարծում եմ, որ ուրարտական մոնումենտալ ճարտարապետության ակնառու առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն ծագել ու զարգացել է լեռնային տարածքում, լեռնային երկրում։ Լեռների ժայռերն էին այն հիմքերը, որոնց վրա կառուցում էին ուրարտական ճարտարապետն ու շինարարը։
Օրինակ, բազմաթիվ դեպքերում urartakan ամրոցները պետք է տեղադրվեին լեռան գագաթին, շատ նեղ բարձունքի վրա։ Այդպիսով urartakan ճարտարապետը պետք է կառուցեր շատ փոքր տարածքի վրա, հորիզոնական վեր խոյացնելով, ստեղծելով մոնումենտալություն։ Բայց նա պետք է կառուցեր ֆանտաստիկ շինություն շատ փոքր տարածքում, լեռան ժայռի վրա։ In a very small area on the rock of a mountain. Բացառիկ հետաքրքիր եւ կարևոր հուշարձան է Խալդեի գլխավոր տաճարը, որը գտնվել է Արդինի Մուսասիրում։ Այն թվագրվում է Քրիստոսից առաջ 8-րդ դարով։ Իր ճարտարապետական ձևերով բացառիկ այդ հուշարձանը հայտնի է տաճարը գրաված Ասորեստանի արքա Սարգոն II պալատի հարթաքանդակներից մեկից։ Պատկերված է բարձր հիմնախարիսխի վրա հառնող 6 սյուներով եւ ճակտոնով տաճարի գլխավոր ճակատը։ Տաճարը ունի բարձր ճակտոն երկթեք տանիքով ձևավորված, ծակված է եղել ակրոտերիայով։ Այն կենաց ծառի ձևով է, որը խորհրդանշել է աստվածային իշխանության հավերժությունը։ Հավանական է, որ Ուրարտուից է եկել հունահռոմեական աշխարհում մեծ տարածում գտած ակրոտերիայի գաղափարը։ Իսկապես, Արդինի Մուսասիրի տաճարը երկթեք տանիքով եւ եռանկյունաձև ճակատով սյունազարդ տաճարների մեջ հնագույնն է աշխարհում։ Ուստի իրավացի են այն ուսումնասիրողները, ովքեր գտնում են, որ տաճարների այս հորինվածքը կարող էր Արարատ Ուրարտուից անցնել Փոքր Ասիա, այնտեղից Հունաստան, ապա Հռոմ եւ տարածվել ամբողջ աշխարհում, զարգանալով որպես տաճարի տեսակ, որը գիտության մեջ կոչվում է Պերիպտերոս։ Աստծո դռներից ամենանշանավորն իհարկե մահերի դուռն է։ Այն եւ նման կառույցները սեպագրերում կոչվում են խալդյան դարպասներ։ Ուստի պատահական չէ, որ մի շարք ուսումնասիրողներ իրավամբ համադրել են Խալդիին եւ Միհր Միթրա մահերին։ Ավելորդ չէ այդ առիթով հիշել, որ Խալդի դիցանունը հավանաբար նշանակել է լուսավորող աստված, լույսի աստված, ինչը լիովին համապատասխանում է Միհր Միթրային։ Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միհրականությունը կամ միթրաիզմը հռոմեական կայսրություն է ներթափանցել Հայաստանից մեր թվականության սկզբներին։ Իսկ Միհր Միթրայի պաշտամունքը Հայաստանում իր ակունքներով կապվում է Խալդի աստծո եւ ավելի վաղ Միտաննիի դիցարանի Միթրա աստծո հետ։